Հիմա ձեր հարցերը։ Երբ Ուրսուլայի ամբարո այդ դրա մասին չխոսեցիք Ասեմ, ընդհանրապես որ Ուրսուլայի բաց հիմա արձակերիների մասին ոչ մի խոսք Չէ, չկա այդպիսի բան։ Ոչ մի բան չկա, եւ ինչ որ Ուրսուլան, ես նորից եմ ասում, Ուրսուլայի խնդիրը ո՞րն է։ Ցեղասպան Ալիևի մասին ոչ մի խոսք, հիմա մշակութային ժառանգությունը ոչնչացում է ամբողջությամբ Արցախում դրա մասին ոչ մի խոսք չկա։ Ինչի մասն է։ Ես կարծում եմ երկու եկեղեցու մի եկեղեցի հողին հավասարեցին Ստեփանակերտի մեջտեղում ոչ մի խոսք, երկու եկեղեցի է, այն էլ որովհետև հենց միջև այս պահը հայտարարել է, ասել է իմ անձնական հովանավորության տակ է, Ռուսաստանի Դաշնության նախագահն է ասել, ճիշտ է։ Առայժմ այդ Գանձասարին, Գանձասարն էլ միայն ասել։ Այդ ես մեկինը գիտեմ։ Եվ Դադիվանքը ոնց որ Դադիվանքն էր, բայց առայժմ դա էլ որտեվ ասել է դա իմ քրիստոնյա բարձր բան արժեքներ են իմ Ադրբեջանն էլ ասում է որ դա ուդիների ժառանգությունն է, ուդիական։ Չէ, ուզում եմ ասել որ իրենք էլ նաև ինչու չեն քանդում իրենց հիմնավորումը, իրենց ներքին սպառման համար Ադրբեջան։ Հիմա Ուրսուլայի մասին ասեմ, հետաքրքիր է։ Ուրեմն եկել է Հայաստան, օրվա իշխանությունները Եվրամիության այս պաշտոնատար անձից եւ ոչ միայն կառույցներից ինչ էին անկկալում, երկու բան։ Առաջին իրավական որոշակի ամրագրումներ, որ Հայաստանի ապագա ընթացքը Եվրամիության անդամակցության գոնե իրավական որոշակի ձևակերպում տրվի Եվրամիության որոշ կառույցների կողմից։ Չկա դա։ Իրավական որոշակի ձևակերպում չկա։ Թեև Հայաստանի օրվա իշխանությունները օրենսդիմարնով մի իրավական ակտ ընդունեցին, չէ, Եվրամիության անդամակցության։ Երկրորդը դա տնտեսական այն կորուստները Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության հետևանքով, որ հիմա մեր մոտ առաջացել է, իրական փոխհատուցում է, փոխհատուցում չկա, ինչքան 18 միլիոն եվրո նույնիսկ ծիծաղել է այդ իշտիվա Հայաստանից արտահանվող ուրեմն միրգ, պտուղ, բանջարեղեն, վերամշակող ուրեմն արտադրանք, խմիչքներ եւ այլն։ Սա չափելի չի։ Բայց ես մեզ լսողների ուշադրությունը մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում դարձնել Ուրսուլան ինչ է ասում։ Ասում է հայտարարում է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվ հղում է անում նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդավիայում եւ Ուկրաինայում։ Սա ասում է Ուրսուլան։ Գերմանացի падգամավորը հենց այս խոսքի վրա է ասել է հիշեք, որ երբ որ այս տիկինը այդ օրինակը բերում է, այս տիկինը ինքը այդ ամենտեղ տանում է ցավ եւ ողբերգություն։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Մոլդավիայի, Ուկրաինայի օրինակը, Մոլդավիայում ինչու գազ կա, որտեղ Ռումինիան, Մոլդավիան նայում է որպես սեփական տարածք, իր երկրի քաղաքացին Մոլդավիայի նախագահն է, Ռումինիայի քաղաքացիություն ունի, եւ գազը տալիս է, Ռումինիան գազ տալիս է Մոլդավիային։ Ուկրաինան ոնց է գազ տալու։ Ես ներողություն եմ խնդրում Ալինակյան, մեկն է արձագանքել, որ Մոսկվայում 20 լիտր լցնում ենք, իսկ եթե Մոսկվայում մեր 20-ից 50 լիտր կարողանում ենք լցնել, այնպես որ այդ խնդիրը չկա։ Հասկացանք, սա անցնենք, ուղղակի ուզում էի ասել։ Այո, եւ հիմա Մոլդավիայում գազը կա, որտեղ Ռումինիան է տալիս, Ուկրաինան ոնց գազ ունի, ռևերսով։ Այսինքն գազը գնում է Եվրոպա, Եվրոպայից գազ են տալիս Ուկրաինա։ Հիմա ես ուզում եմ մտածել Հայաստանը որ երկրից գազ ստալա։ Մենք ստանում ենք Իրանից գազ։ Խողովակի տրամագիծը փոքր է, բավարար չի մեր կարիքների համար։ Ադրբեջան։ Այո։ Ադրբեջանի գազը հիշում եք։ Բայց խողովակ չէ՞ պետք է անցկացվի, կպնի ընդհանուր մագիստրալին։ Այսինքն ես կարծում եմ Ուրսուլան հրապարակավ բաց ենթադրում եմ, որ Ադրբեջանում բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել 100%-անոց երաշխիքներ, որ եթե գազի գինը Ռուսաստան Հայաստանի մտնող թանկացնում է կամ փակվում է, ապա Ադրբեջանը արագ փորձելու է օգնել օժանդակել, որպեսզի ադրբեջանական հակառակ դեպքում Ուրսուլան գազի պահով նման մտքեր չէր արտահայտив։ Ես նորից եմ կրկնում, ասում է Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, ինչ է Եվրամիությունից է գազ գալու, չէ, աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքով։ Իսկ ինչա՞ թմորիկ հետևանքների մասին մտածում է։ Հիմա այս պահին պետք է այդ հարցը հրամցնել կերակրել մարդկանց, որ այ տեսեք Եվրոպան, այսպես է հայտարարություն։ Չէ, ես էլ բացում եմ փագակցերը, Անժելա, ասում եմ այդ գազը որտեղից կարա, միակ հավանական գազը, այսինքն տեսականորեն, որ եթե Ադրբեջանից պիտի տրվի, մենք նստում ենք ադրբեջանական գազի ասեղի վրա։ Դրանից բխող բոլոր երջանիկ ապագայով, ճիշտ է։ Դե ասենք, տեսել ենք մենք դա։ Շուշիով որ մտնում փական էին դրել եւ գազը տանում են։ Տեսել եք, չէ, բայց այսինքն սա քաղաքականություն է նայել։ Արցախահայության արյունը ուրիշ գույնի է։
Հայաստանում ապրող հայության Չգիտեմ։ հայրենը ուրիշ գույն է, հետևաբար այս դեպքում Ես ուզում եմ ասել, Ադրբեջանը որ պետք է մեզ։ Ուրսուլա ֆոն դեր Լայն, երբ որ ասում է հարուստ փորձ ունեն Մոլդավիայի, Ուկրաինայի օրինակը, ստեղ ինքը միայն մի տարբերակ կա, որ այդ հարուստ փորձը որտեղ կիրառվի, որ Ադրբեջանից գազ մտնի Հայաստան։ Ընդ որում, որի վերաբերյալ իշխանության տարբեր կալիբրի, տարբեր դրամաչափի գործիչներ մերթ ասել են, չէ՞, որ մենք ադրբեջանական գազել կօգտվենք։ Ես կարծում եմ Ուրսուլայի խնդիրը սա էր եւ վստահ լինել, որ Հարավային Կովկասի երկու հանրապետությունները Հայաստանը եւ Ադրբեջանը իրենց ռազմավարական օրակարգի մեջ են, այսինքն խնդիրները Ռուսաստանի հետ առավելագույնը։ Կարծում եմ սա է, որովհետեւ նորից եմ կրկնում, հիմա ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության քաղաքականությունը Ռուսաստանի հետ միտված է նրան, որ առավելագույն խնդիրների, խնդիրների աշխարհագրությունը մեծացնել, ռազմական բախումների շփման գիծը մեծացնել, երկարացնել, որովհետեւ Ռուսաստանեն հաջողությունները, որ ռազմի դաշտում հիմա ունեն, դա աշճանաբար հետին պլան մղվի։ Ժողովրդավարության բաստիոն, Այդ- ժողովրդավարության լավ, այդ այսպիսի թողենք բաների մասն է խոսել, իմիջայլոց հիմա շատ ավելի հաճախ ենք լսում նույն Գերմանիա, Եվրոպայի մի շարք գործիչների կողմից իրենց մտահոգություն են հայտնում, որ հող է նախապատրաստվում մեծ երրորդ համաշխարհային պատերազմի կամ մեծ պատերազմի եւ քննադատության թիրախում հենց այս Ուրսուլան դրանք են հայտնվում, կարծում եմ հույս ունենանք, որ այս փուլը կանցնի, բայց խորքային առումով ուսումնասիրման թեմա է այնուամենայնիվ ինչպես հոլոկոստի ենթարկված հրեա ժողովուրդը դարձավ ցեղասպան ժողովուրդ եւ ինչպես նացիզմ, ֆաշիզմ բերող ժողովուրդը Գերմանիա 1-2 սերունդ հետո հիմա նորից տարածում է ֆաշիզմ եւ պատերազմ։ Այս կարծում եմ հաստատ ուսումնասիրելու թեմա է, թեպետ մտահոգիչ հայտարարություններ հենց Գերմանիայից վերջերս էի լսում ներսից խորքից, որ սարսափած էսի հայտարարություններ են անում, որ այսօրվա այս գործիչները, այս գլոբալիստ գործիչները, որ հայտնվել են Եվրոպայի գլխին եւ մի շարք երկրներում, իրականում տանում են մոլորակը եւ հատկապես Եվրոպան տանում են նոր պատերազմի ջիրան։ Այս ուսումնասիրման թեմա է, որտեղ ասում եմ նացիստների, ֆաշիստների թորները եւ հրեաների թորները պաստորեն նրանք դարձան ցեղասպաններ, սրանք նորից բերում են ֆաշիզմ եւ պատերազմ, այնպես որ այս բանը հաստատ սա Ռուսաստանի դեմ գաղափարական մի գործիք կա Եվրոպայի նացիֆիկացում։ Ժողովուրդները առաջին հերթին հիմա Ուկրաինան մյուս ժողովուրդները պետք է ունենան մոտիվացիա ռուսների դեմ կռվելու։ Այդ նացիֆիկացումը, այսինքն նացիզմի գաղափարախոսությունն է։ Ընդ որում նացիզմի գաղափարախոսությունը ոչ միայն եվրոպական երկրների, այո, այսինքն դա մոլություն է, ոչ թե ազգայնասիրություն է, ազգայնականություն, այլ ազգայնամոլություն է, որ քո ազգը ավելի վերադաս է այլ ազգերից եւ դու պետք է իշխես։ Իդեպ այդպեսի քարոշություն ունի նաեւ թուրքական աշխարհը։ Այս վերջերս հետաքրքիր էր, քանի որ պատմությունը կեղծելու արդեն մոդա է մտել եւ յուրաքանչյուր պոտենցիալ ռազմական տնտեսական առումով իշխող ուժ, երբ որ նվաճողական քաղաքականություն է տանում, ինքը պետք է հիմնավորի, որ այդ տարածքները Իրանն են, որ ինքը ազատագրում է։ Էրդողանը ոչ ավել ոչ պակաս 2 օր առաջ ելույթ է ունենում եւ նույն բառերով ասում է, որ այն գրականությունը, պատմությունը, մշակույթը, լեզուն, որ ունեցել է թուրք ժողովուրդը, վատ ուժերի, վատ ժողովուրդների պետությունների կողմից մեծ մասը ոչնչացրել է, եւ հիմա մենք պարտավոր ենք վերականգնել այդ ամեն ինչը եւ իմանալ, թե իրականում ով է թուրք ժողովուրդը եւ ինչ համաշխարհային պատմության մեջ ինչ ներդրում է ունեցել անհիշելի ժամանակներից, բարձր չէ ուր է տանում։ Այսինքն իր նվաճողական քաղաքականության համար քարոզչական հող է նախապատրաստում։ Ոնց են թուրքերը, դա արդեն པարզ է։ Դե այդ մենք ենք ասում։ Իսկ իրենք մենք չենք ասում, նաև հասկանալ։ մի շարք լուսավորներ։ Ուզում եմ ասել, որ այսօր գաղափարախոսությունը շատ կարևոր գործիք է դարձել եւ այդ գործիքը այն ժողովուրդներն ու այն պետությունները, որոնք նվաճողական քաղաքականություն են իրականացնում, իրենց համար շատ կարևոր է։ Մեր հարևան Ադրբեջանը 2011 թվականից Վատիկանից փաստաթղթեր է հանում Սեֆյանների, Պարսկաստանի Սեֆյանների շահերի ժառանգության գրագրությունը Սեֆյանների եւ Վատիկանի միջև եւ ասում է այդ Սեֆյանների իրավաքաղաքական ժառանգորդը մենք ենք։ Ինչ Ադրբեջան, իրական ազերիների ապրող ատրպատական սովետական միությունում 60-ականներին, 50-ականներին դա էսպես չէ բանը։
ասում են Մոսկվայի ակադեմիաներում ամենազավեշտալի ծիծաղելի թեման իրենք են ադրբեջանցիները հիմա իրենք գտել են ասեմ ձեզ չէ իրենք գտել են եւ ուղակի Սեֆյանների ժամանակ մայրաքաղաքները ասենք Սպահանն ա եղել Թավրիզն ա եղել հիմա իրենք բերել են Բաքու Շատ լավ, ներքին համերաշխության փոխարեն այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իմ խորին համոզմամբ Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ մենք ի վերջո հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մենք ընդհանուր նավի մեջ։ Պաշտոնը, մանդատը, անհատական նեղշահն անիմաստ են, եթե մեր ընդհանուր նավը վթարի, ոնց կարելի էր նման բան թույլ տալ։ Մի քանի կարևոր բան դուք եք թերևս առաջիններից պարոն Նահապետյանն էլ կամ էլի մարդիկ են եղել ասել են մենք քանի դեռ չենք գիտակցել, սա վերաբերվում է եւ տարածվում է ընդդիմադիր առաջնորդների վրա, որ մենք գործ ունենք օկուպացված երկրի հետ, ուժեր, որ եկել եւ օկուպացրել են եւ ակնկալել, որ այդ մարդիկ ունեն ուրիշ խնդիրներ իրենց առջեւ դրած եւ ակնկալել, որ այդ մարդիկ հավաքելով ստանալով ընտրողների ընդամենը 40%-ում մի քիչ այն էլ մեծ ահռելի կեղծիքներից հետո սա նշանակում է ընդհանուր մարդկանց 20 քանի տոկոսի մոտ հեչ աջակցություն չունեն այս մարդիկ եւ բարձ է չէ ու մեզ սպասարկում ակնկալել որ իրենք պիտի գան եղբայրություն, հարազատություն, համերաշխություն, երկիր, պետություն պարոն Ծառուկյան ոնց որ թե սա բան ռոմանտիզմի տիրույթից էր, որովհետև դա լուրջ չէր։ Նիկոլը ինչպեսին եղել է, այդպես էլ շարունակում է լինել։ Նիկոլի հայտարարությունների մեջ, որ 2018 թվականին ոչ հիմա որևէ փոփոխություն չկա եւ ավելին, այնպես տպավորություն է, որ Նիկոլը ոչ թե 8 տարի ինքն է ղեկավարում, այս մարդը 8 տարի ընդդիմություն է աշխատում մի տարբերությամբ, որ ահռելի մեծ պարտք կա դրել մեր երկրի վրա, մեր տարածքներն է հանձնել թշնամուն եւ բանը մեծ ահռելի գումարներ են վաստակել։ Սա է, այնպես որ բան չկա, չգիտեմ, սա Արեմեցյան գաղութատիրական համակարգի կարևորագույն անկյունակարը հանձնանում է հետևյալ սկզբունքն ու բանաձևը, որը կիրառվել է շուրջ 500-600 տարի, երբ երկիր մոլորակի շատ պետություններ, մայրցամաքներ նվաճվել են, թալանվել են։ Տվյալ ժողովուրդներին հաղթելու համար դրվել հետևյալ բանաձևը՝ բաժանիր, թշնամացրու, որդիրես։ Իրենց կառավարման մեթոդն է այստեղ ներսում։ Այսինքն միակամ ժողովուրդ իշխանություն, միակամություն, դա ինքը լրջագույն խնդրեմ է ցանկացած պետության եւ պետությունների դաշինքի համար, որոնք ցանկանում են նվաճել այդ երկիրը։ Եվ դրա լավագույն ապացույցը ցույց տվեց, որ եթե չես կարողանում մասնատել թշնամասնել, ապա նույնիսկ միջուկային տերություն լինելով կարող ես պարտվել Իրանի մոտ այդ ներքին համերաշխությունը սկզբունքորեն կար եւ երկու միջուկային տերություն Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չկարողացան այդ ժողովրդին եւ այդ պետությանը Իրանը կհավատա Նիկոլի արդյունքներին մարդը վերմե տրիպեր դնում դա առաջին հերթին դեմ էր Իրանի Իսլամական Հանրապետության այսօր մեկնել է եւ այնտեղ գնում է եւ մասնակցում է Խամենեյի Դե ինքը նախ պարտավոր է գնալ որտեվ հարևան պետության առաջնորդն է։ Պարտավոր էր բերել այնտեղ իր ողերին թշնամի ամերիկացիներին բերի դնի իր ասա։ Հիմա ասեմ ձեզ, Իրանը Իսրայելին էլ բերի Արցախում եւ Արցախից էլ տեսանք որ ասեմ ձեզ Իրանը եւ Իրանի ղեկավարությունը երկիր մոլորակի միակ պետությունն են եւ մեծ հաշվով պարսիկները եզակի ազգ են այդ առումով որ ամենաշատ եւ ամենաերկար պետականությունն են ունեցել Այսինքն այն պետությունների կառավարման սեփական երկիրը պաշտպանելու այլ պետությունների հետ հարաբերվելու ամենամեծ փորձը հարուստ փորձը որը երկրի կառավարիչները ստանում են կրթություն ստանալու ժամանակ ունի Իրանը ներկայիս եւ նախկինում ազգության պարսիկները որտեղ կար Պարսկաստան հիմա Իրան է կոչվում բազմազգ պետություն է եւ հետաբար այդ ժողովրդին Պարզամիտ կեպով ասել, որ դու այսպես, դու այնպես, օրինակ ես կարծում եմ, գիտեք ինչ, Իրանի քաղաքականությունը որը պիտի լինի։ Եվ ինքը կարծում է այդպես էլ անելու է։ Ոչ թե հակամարտությունը, այլ ցանկացած իշխանությանը ստիպի, որ իր հետ կնքվի առավելագույն տնտեսական հարաբերություններն ապահովող պայմանագրեր։ Ենթակառույցների, կոմունիկացիաների, կամուրջների, գազատարի, նավթատարի, շուկաների տրամադրման։ Այսինքն դες ապահովիր, հա։ Այսինքն Գիտեք ոնց իր ներկայությունը ոչ թե պատ է չինական, հա, ստեղծում ասում է դու թշնամի ես։ Չէ ինքը քեզ ստիպում է,
որ դու իր հետ հարաբերվես տնտեսական բոլոր հարցումներով, այսինքն ինքը արդեն քո երկրում ներկայացված է լինելու բոլոր առումներով։ Այդպեսի մի օրինակ բերեմ, երբ Վրաստանից մի հսկայական տարածք լինելով ֆիզիկապես Վրաստանի տարածք օտարվել է Վրաստանի իշխանությունների կառավարումից, Աջարյան։ Թուրքիան ներկայացված է, չէ՞, Աջարյանի բոլոր առումներով։ Եվ այդ տարածքում փաստորեն տեր ու տնօրինություն անում Թուրքիան իր բոլոր կառույցներով։ Ես նկատի ունեմ, որ մենք ժամանակակից Թուրքիան զավթողական նաև նոր բաներ ունի։ Չէ, հա, հիմա Իրանը որպեսի թույլ չտա, որ հավաքական արևմուտքը Միացյալ Նահանգները Հայաստանում տերիտորիալություն անի, գետնի վրա ինքը առավելագույն քո հետ հարաբերություններ է ստեղծելու մաքսիմում։